Հայաստանը պահպանում է իր միջազգային վարկային վստահելիությունը։ Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է կառավարության BA3 վարկանիշը կայուն հեռանկարով։ Գնահատումն արտացոլում է տնտեսական աճի ամուր ներուժն ու կառավարման մակարդակը։ Վարկանիշի վերահաստատումը ըստ էության խոսում է այն մասին, որ իրավիճակը, որի շուրջ իրեն գնահատական էին տվել, դեռևս պահպանվում է, եւ դա իրականում շատ դրական է, մանավանդ աշխարհաքաղաքական ռիսկերի պարագայում։ Moody's-ը նշում է, որ Հայաստանն արձանագրում է դրական տեղաշարժեր արտահանման կառուցվածքի փոփոխության, ծառայությունների ոլորտի աճի տեսքով, կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերի աճը ՀՆԱ-ում, որը հասել է 5.7%-ի։ Գործակալությունը նաև զգուշացնում է պարտքի բեռի աճի եւ դրա մատչելիության որոշակի թուլացման մասին։ 2025-ին պետական պարտքը կարող է հասնել ՀՆԱ-ի 52%-ին, բայց դրա կառուցվածքը բարելավում է արտարժույթով պարտքի մասնաբաժնի նվազմամբ։ Moody's-ը պահպանել է Հայաստանի գրավչությունը որպես կայուն, դա առաջին հերթին պետք է դիտարկել համաշխարհային ներդրողներին եւ ընդհանրապես տնտեսական գործակալներին այսպես մեսիջի տեսանկյունից, որ այստեղ կա կայուն երաշխիքներ հետագա տնտեսական գործունեության հետ կապված, իսկ մտահոգությունները, որոնց մասին զեկույցում նշվում են, հիմնականում աշխարհաքաղաքական են։ Տարածաշրջանային լարվածությունը հատկապես Ադրբեջանի հետ շարունակում է մնալ Moody's-ի գնահատման մեջ որպես հիմնական ռիսկային գործոն։ Նշվում է, որ Հայաստանը փոփոխում է իր անվտանգային ճարտարապետությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների թուլացման եւ Արևմուտքի հետ համագործակցության խորացման ֆոնին։ Մենք չենք կանխատեսում լայնամասշտաբ ռազմական հակամարտություն, որը կխաթարի Հայաստանի տնտեսությունը կամ կզսպի կառավարության գործունեությունը։ Հայաստանի անվտանգային միջավայրը փոխվում է։ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, միևնույն ժամանակ ստորագրել է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ Միացյալ Նահանգների հետ եւ ակտիվացնում է գործակցությունը Եվրամիության հետ։ Ակնկալում ենք, որ Հայաստանը կփորձի նուրբ հավասարակշռություն պահպանել, միաժամանակ զգայուն մնալով էներգետիկ եւ տնտեսական կախվածության ռիսկերին Ռուսաստանից։ Ըստ գործակալության երկրի տնտեսական հեռանկարը կարող է ավելի մեծ չափով ամրապնդվել, քան ներկայումս սպասում են արտադրողականության ավելի մեծ աճի միջոցով։ Իր հերթին դա կօգնի պարտքի նվազման միտում ունենալ եւ բարելավել դրա մատչելիությունը։ Էդգար Աղաբեկյանի խոսքով ՀՆԱ-ի աճի, պարտքի, գնաճի վերաբերյալ կանխատեսումները խոսում են, որ համապատասխան կառույցների քաղաքականության նկատմամբ վստահություն կա։ Վարկանիշի վերահաստատումը ուղղված է ներդրողներին նախ եւ առաջ, այսինքն այն ներդրողներին, որոնք ցանկանում են Հայաստանում ներդրում կատարել եւ երկրի ռիսկի գնահատման որոշակի կարիք ունեն, եւ այս դեպքում այդ կայունությունը եւ այն շեշտադրումները, որոնք իրենք կատարել են, միանշանակ դրական էին հիմնականում, որովհետեւ այն աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք կային, դեռևս չեն վերացել, իրենք նույնիսկ նշում են որոշակի դրանց շուրջ որոշակի ռիսկերի նվազման մասին, եթե նայենք նախկինում եղած իրենց հայտարարությունները։ Վարկանիշի բարձրացման համար Moody's-ը կարևորում է պետական պարտքի նվազումը, հարկաբյուջետային բարելավումները, տնտեսական բարեփոխումները եւ հնարավոր խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ, իսկ լարվածության սրումը եւ տնտեսական դանդաղումը կարող են ճնշում գործադրել Հայաստանի վարկանիշի վրա։ Տարածաշրջանային նույնիսկ բացասական զարգացումների ֆոնին մեր գնահատականը թողնվել է անփոփոխ եւ սա շատ կարեւոր մեսիջ է։ Նաեւ կարեւոր մեսիջ է մեր հասարակության համար, ներսի գործարարների համար, որովհետեւ կապիտալը բնականաբար այսպես սիրում է կայուն միջավայր, կայուն զարգացման միջավայր, եւ եթե կարողանանք իսկապես ներքին ռեսուրսների հաշվին, մարդկային կապիտալի, ենթակառուցվածքներու ներդրումների հաշվին ապահովել երկարաժամկետ կայունություն, բնականաբար որոշակի չափով հնարավորություն ստացվի ապահովել նաև խաղաղության պայմանագրի հետ կապված առաջընթաց, ես կարծում եմ, որ ներդրումային միջավայրի տեսանկյունից հեռանկարը ակնհայտ է։ Կարճաժամկետում Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 եւ 2026 թվականներին ակնկալվում է, որ կկազմի 4.5-ից 5%։ Միևնույն ժամանակ երկարաժամկետ ներուժը նախկին 4.5-ի փոխարեն այժմ 5% է գնահատվում։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։